Այս տարվա փետրվար եւ մարտ ամիսներին Սևանը տեսակավորում է ծրագրի շրջանակներում Սևան երիտասարդական ակումբ հասարակական կազմակերպությունը կրթական հանդիպումներ է անցկացրել Սևանի տարածաշրջանի դպրոցներում։ Ծրագրի նպատակն էր դպրոցականներին ներկայացնել թափոնների տեսակավորման կարևորությունը եւ ձևավորել պատասխանատու վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ։ Կարծում եմ, որ տեսակավորման մշակույթի ձևավորումը պետք է սկսենք դպրոցից եւ դասարանների ներսից առօրյա ուսումնական նախագծի զուգահեռ, որպեսզի այն դառնա ոչ միայն բնապահպանական, այլ նաեւ դասերակցական գործընթացի մի մաս։ Հանդիպումները միայն տեսական գիտելիքներով չսահմանափակվեցին։ Աշակերտները ներգրավվել են ստեղծագործական առաջադրանքներում, նախաձեռնելով կանաչ նախաձեռնություններ, պատրաստելով տեսանյութեր եւ կոմիքսներ, որոնք ներկայացվել են Թափոնը գլխավոր հերոս ամփոփիչ ցուցահանդեսում մրցութային ձևաչափով։ Մենք այդ դասընթացի շնորհիվ ձեռք ենք բերել գիտելիքներ, ըստ այդ գիտելիքների կազմեցինք մի սլայդ եւ կոմիքս, որը բոլոր աշակերտներին կուսուցաներ եւ կսովորեցներ, թե ինչպես մենք աղբը տեսակավորենք։ Մենք որոշեցինք պատրաստել սլայդ, ինչպես նաեւ պատրաստեցինք փոքրիկ տեսահոլովակ եւ կոմիքս։ Եվ հետո Սևանի դպրոցների միջև անցկացվեց փոքրիկ մրցույթ, որտեղ միաժամանակ երբ ներկայացվում են եւ համեմատվում տարբեր դպրոցների կողմից արված աշխատանքները, եւ մեր դպրոցը ի ուրախություն մեզ գրավեց 3-րդ տեղը եւ ստացավ դինամիկ։ Այո, նվագարկիչ։ Սակայն ծրագրի կարևորագույն նպատակը միայն իրազեկումը չէր։ Անհրաժեշտ էր ստեղծել իրական հնարավորություն, որպեսզի երեխաները գործնականում կիրառեն իրենց ստացած գիտելիքները։ Ծրագրի համայնքային ֆորումի ընթացքում մասնակիցների եւ գործընկեր կառույցների քննարկումների արդյունքում որոշվեց համագործակցությամբ Գեղարքունիքի մարզպետարանի դպրոցների դասարաններում տեղադրել տեսակավորման թափոնամաններ։ Մենք հասկացանք, որ իրոք մեր ժամանակ շատ կարևոր է աղբի տեսակավորումը եւ դասարաններում հիմնականում շատ են թուղթը եւ պլաստիկը այդ տիպի թափոնները, այդ պատճառով ամբողջ դպրոցի դասարաններում տեղադրված են կապույտ թափոնամաններ, որտեղ ինչպես երեխաներն արդեն բոլորին տեղեկացրել ենք, պետք է նետեն միայն թուղթը, պլաստիկը եւ մետաղը։ Մենք տեսակավորում ենք աղբը, որ բնությունը պահպանենք, մենք թուղթ ենք գցում, որ նորից նույնը ստեղծվի։ Ինչ արեցիք։ Ես գցեցի թուղթը աղբամանի մեջ, որ հետո մենք ավելի մշակենք եւ նույն թուղթը օգտագործենք ավելի լավ։ Կարծում ենք, եթե դպրոցները ներառվեն այս ծրագրում որպես ոչ միայն առաջադրանք ստացող, այլ իրականացնող կառույցներ, ապա նրանք կդառնան ավելի պատասխանատու տեսակավորողներ։ Այսօր դպրոցներում արդեն նկատելի են փոփոխությունները, աշակերտները սկսել են տեսակավորել թափոնները հենց դասարաններում։ Տեսակավորումը աստիճանաբար վերածվում է սովորության դառնալով առօրյայի մի մաս, ոչ թե միայն տեսական գիտելիք։ Երեխաները դառնում են փոփոխության կրողներ, իրենց օրինակով ազդելով նաև ընտանիքների եւ շրջապատի վրա։ Մենք կարծում ենք, որ այդ մշակույթը պետքա սկսվի հենց փոքր տարիքից եւ հենց երիտասարդներն են, որ պետքա դա տարածեն։ Հասկացել ենք, որ կարելի է թափոնամաններ տեղադրել նաեւ դասարաններում եւ հիմա տեսնում ենք բավականին լավ արդյունք, որ դպրոցներում, դասարաններում արդեն դասարաններից սկսած տեսակավորումը շարունակվում է, ընտանիքներ եւ քաղաքը ունի ավելի գեղեցիկ տեսք։ Այս ծրագիրը ցույց է տալիս, որ կրթությունը, համագործակցությունը եւ գործնական քայլերը միասին կարող են բերել իրական եւ տեսանելի փոփոխության, եւ հենց այս փոքր քայլերից է ձևավորվում նոր մշակույթ, ավելի պատասխանատու եւ գիտակից համայնք ստեղծելու համար։ Սևանում թափոնների տեսակավորման համակարգը ներդրվել է 2025 թվականին Շվեդիայի ֆինանսավորմամբ Հայաստանի ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոնի WPA ծրագրի շրջանակում։ Համայնքային ներգրավման եւ իրազեկման արշավն իրականացնում է Սևան երիտասարդական ակումբ հասարակական կազմակերպությունը։ Սուրեն Բարսեղյան, Գնել Հովհաննիսյան, Գեղամաուր։